Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Ամեն ընտանիք ունի իր հերոսներն ու իր զոհերը։ Այսօր ես կպատմեմ մի պատմություն այն մասին, թե ինչպես այդ դերերը կարող են փոխվել տեղերով։ Մինչև պատմությանն անցնելը խնդրում եմ գրեք, թե որտեղից եք մեզ դիտում։ Գնացինք։ Ուրբաթ առավոտյան Անիին նիմավորեց սուրճի սովորական բուրմունքն ու զարթուցիչի ձայնը, որը նա հին սովորության համաձայն անջատեց ազդանշանից հենց մի վայրկյան առաջ։ Այդ պահերին թվում էր, թե կյանքն ընթանում է հունով, ինչպես գնացքը ծանոթ ռելսերով, և կարելի էր թուլանալ, եթե չլիներ կրծքում այդ տարօրինակ զգացողությունը, կարծես մի կարևոր բան պիտի պատահի։ Անին հետ քաշեց վերմակը և բոպիկ մոտեցավ պատուհանին, բացելով վարագույրները։ Երևանը դանդաղ էր արթնանում, ինչպես ծույլ կատու, ձգվելով մայիսյան արևի շողերի տակ։ Այսօր առանձնահատուկ օր էր, ոչ թե այն պատճառով, որ ուրբաթ էր, թեև դա էլ էր ուրախացնում, այլ որովհետև նա վերջապես որոշել էր Արմենի հետ լուրջ խոսել հարսանիքի մասին։ Արդեն կես տարի է, ինչ նրանք նշանված էին, բայց ամեն անգամ, երբ խոսքը գնում էր կոնկրետ ծրագրերի մասին, նա հազար ու մի պետճառ էր գտնում խոսակցությունը հետաձգելու համար։ Մեկ գործերն էին շատ, մեկ պետք էր փող կուտակել, մեկ էլ ժամանակը հարմար չէր, բայց այսօր նա թույլ չի տա նրան խուսափել։ Անին առանձնակի խնամքով էր ընտրում աշխատանքային հագուստը, կարծես պատրաստվում էր կարևոր պրեզենտացիայի։ Մոխրագույն կոստյումը ծնկից մի փոքր բարձր կիսաշրջազգեստով ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը։ Սպիտակ բլուզը լրջություն էր հաղորդում, իսկ մարգարտյա փոքրիկ ականջողերը կանացիություն։ Հայելու մեջ նրան էր նայում ինքնավստահ 30-ամյա մի կին, ով գիտի ինչ է ուզում կյանքից։ Բայց ինչու էր այդ դեպքում հոգու խորքում անորոշությունից ցավում։ Գրասենյակում Անին աշխատում էր կրկնակի եռանդով։ Մարքեթինգային արշավները հաջորդում էին միմյանց, ինչպես հնարքներ անողի ձեռքի քարտերը։ Գործընկերները զարմանում էին նրա արդյունավետության վրա, բայց նա պարզապես ուզում էր երեկոն ազատել ռոմանտիկ ընթրիքի համար։ Հայկը, հարևան բաժնի ծրագրավորողը, ինչպես միշտ սովորականից երկար մնաց նրա սեղանի մոտ, իբր թե քննարկելով նախագծի տեխնիկական կողմը, բայց նրա հայացքն այլ բանի մասին էր խոսում։ Անին վաղուց էր նկատել նրա համակրանքը, բայց նրբանկատորեն ցույց չէր տալիս։ Ինչու փչացնել լավ աշխատանքային հարաբերությունները։ Գուցե այսօր չխմենք, առաջարկեց Հայկը, ուղղելով ակնոցը մի շարժումով, որը մատնում էր նրա հուզմունքը։ Շնորհակալություն, բայց այսօր կարևոր երեկո ունեմ, պատասխանեց Անին ժպտալով, չցանկանալով մանրամասնել։ Հայկը հաստացողությամբ գլխով արեց, թեև նրա աչքերում հիասթափության նման մի բան փայլեց։ Նա լավ մարդ էր, հանգիստ, հուսալի, այն տեսակից, ով երբեք չի դավաճանի, բայց սրտին չես հրամայի, այն ընտրել էր Արմենին, իր հմայքով ու անկանխատեսելիությամբ։ Ընդմիջմանը Անին գնաց առևտրի կենտրոն, նոր զգեստ գնելու։ Նա ուզում էր շլացուցիչ տեսք ունենալ, որպեսզի Արմենը չկարողանա հայացքը թեքել։ Նա ընտրեց զմրուխտե կանաչ մի զգեստ, որը մարմնին կպած էր ինչպես երկրորդ մաշկ, բայց տեղ էր թողնում երևակայության համար։ Գույնը հիանալի համադրվում էր նրա աչքերի հետ, իսկ ձևվածքն ընդգծում էր բոլոր առավելությունները։ Ձեր տղամարդը հիացած կլինի, նկատեց վաճառողուհին, փաթեթավորելով գնումը։ Հուսով եմ, կամաց պատասխանեց Անին։ Եվ այդ բառի մեջ ավելի շատ անվստահություն կար, քան ինքը կցանկանար խոստովանել։ Աշխատանքային օրվա մնացած մասը ձգվում էր դանդաղեցված կադրերով հին ֆիլմի պես։ Անին անընդհատ նայում էր ժամացույցին, մտքում պլանավորելով երեկոն։ Սկզբում տուն արագ կարգի բերել իրեն, հետո տաքսիով մինչև ռեստորան։ Արմենը սեղան էր ամրագրել Տոսկանայում, իրենց սիրելի իտալական վայրում, որտեղ ժամանակին հնչել էր ամուսնության առաջարկը։ Խորհրդանշական է, մտածեց նա։ Ժամը 4:30 Անին հավաքեց իրերը և ուղղվեց դեպի ելքը։ Օրը հաջող էր ստացվել։ Բոլոր առաջադրանքները կատարված էին, հաճախորդները գոհ, ղեկավարությունն էլ չէր կպչում։ Լավ նշան է։ Տանը նա միացրեց իր սիրելի երաժշտությունը և սկսեց պատրաստվել վիրաբույժի ճշգրտությամբ, ով պատրաստվում է բարդ վիրահատության։ Լոգանք անուշահոտ փրփուրով, կրեմագույն նոր ներքնազգեստ, թեթև դիմահարդարում, որն ընդգծում էր բնական գեղեցկությունը։ Մազերը նա թեթև ալիքներով թողեց ուսերին։ Զմրուխտե զգեստը կատարյալ նստեց։
Միջին բարձրության կրունկներով կոշիկները հասակ ավելացրին առանց հարմարավետությունը զոհելու։ Հայելու առաջ կանգնած էր մի կին, ով կարող էր գերել ցանկացած տղամարդու, բայց Անին ուզում էր գերել միայն մեկին, նրան, ով արդեն 2 տարի կողքին էր, բայց երբեմն այնքան հեռու էր թվում։ Տոսկանա ռեստորանը նրան դիմավորեց սովորական հարմարավետությամբ։ Մոմերի մեղմ լույսը, հանգիստ ջազը, ռեհանի և թարմ թխված հացի բույրը ստեղծում էին իտալական տրատորիայի մթնոլորտ։ Նրան ուղեկցեցին դեպի պատուհանի մոտ գտնվող սեղանը, որտեղից բացվում էր տեսարան դեպի երեկոյան քաղաքը։ Լույսերն արդեն սկսում էին վառվել, փողոցները վերածելով մեգապոլիսի լուսավոր զարկերակների։ Ժամը 7 էր, Արմենը ուշանում էր, բայց դա նրա համար սովորական էր։ Անին պատվիրեց մի բաժակ սուրճ և սկսեց սպասել, հիանալով պատուհանից բացվող տեսարանով։ Հարևան սեղանների շուրջ նստած էին սիրահար զույգեր, երեխաներով ընտանիքներ, գործարար գործընկերներ, կյանքն իր բոլոր դրսևորումներով։ 8:30-ի դռների մոտ վերջապես հայտնվեց Արմենը, բարձրահասակ, թուխ մազերով և այնպիսի ժպիտով, որը ժամանակին գժվեցրել էր նրան։ Նրա հագին մուգ կապույտ կոստյում էր, որը Անին էր նվիրել նրա ծննդյան օրը։ Անթերի տեսք ուներ, բայց նրա քայլվածքի մեջ ինչ-որ բան մատնում էր ներվայնությունը։ «Կներես, սիրելիս, սարսափելի խցանումներ էին», ներողություն խնդրեց նա, գրանալով համբուրելու համար։ Շուրթերը նրա այդ ինդիպան սառ է, կարծես անծանոթի էր համբուրում։ Արմենը նստեց դիմացը, և Անին նկատեց, որ նա խուսափում է ուղիղ հայացքից։ «Հիանալի տեսք ունես», ասաց նա, բայց հաճոյախոսությունը հնչեց ձևական։ «Շնորհակալություն, հատուկ մեր երեկոյի համար եմ գնել այս նոր զգեստը»։ Արմենը գլխով արեց, արդեն ուսումնասիրելով ճաշացանկը, թեև այն անգիր գիտեր։ Անին զգաց, թե ինչպես է հոգևորությունը դանդաղ մարում, ինչպես ծակված փուչիկը։ Նրանք պատվիրեցին սովորականի պես, նրա համար կարբոնարա, Անիի համար ծովամթերքով աղցան։ Խոսակցությունը չէր ստացվում, Արմենը պատմում էր աշխատանքից, մեքենաների նոր մոդելներից, հաճախորդներից, բայց խոսում էր ցրված, անընդհատ նայելով հեռախոսին։ «Արմեն», զգուշորեն սկսեց Անին, «ես ուզում էի խոսել քեզ հետ մեր հարսանիքի մասին»։ Նա հայացքը բարձրացրեց ափսեից, և նրա աչքերում խուճապի նման մի բան փայլեց։ «Հարսանիքի մասին, հիմա»։ Բա երբ։ Արդեն կես տարի է նշանված ենք։ Ծնողներս անընդհատ հարցնում են պլանների մասին։ Դե ինձ էլ է որոշակիություն պետք։ Արմենը մի կողմ դրեց պատարագաղը և շփեց ճակատը։ Մի շարժում, որը Անին լավ գիտեր։ Նա այդպես էր անում, երբ ներվայնանում էր կամ հարմար բաղեր էր փնտրում։ «Անի ջան, դու գիտես, որ ես ուզում եմ քեզ համար լավագույն հարսանիքն անել, բայց հիմա գործերիս վիճակն այնպիսին է, ես չեմ կարող արձակուրդ վերցնել Մեղրամսի համար։ Մենք կարող ենք մոտիկ մի տեղ գնալ, կամ ընդհանրապես հետաձգել ճամփորդությունը։ Կարևորը հարաբերություններն օրինականացնելն է»։ «Ինչու շտապել։ Մենք առանց դրա էլ միասին ենք, առանց դրա էլ երջանիկ ենք»։ Նրա ձայնի մեջ հայտնվեցին գրգռվածության նոտաներ, որոնք ցավոտ ծակեցին Անիին։ Միթե հարսանիքի մասին խոսակցությունը նրան այդքան ծանր է նստում։ «Արմեն, դու իսկապես ես դա ուզում։ Ուզում ես ամուսնանալ ինձ հետ»։ Հարցը կախվեց օդում, ծանր, ինչպես կապարե ամպը ամպրոպից առաջ։ Արմենը շատ երկար լռեց, և այդ լռությունը խոսում էր ավելին, քան ցանկացած բառ։ «Իհարկե ուզում եմ», վերջապես ասաց նա, բայց բառերը համոզիչ չէին հնչում։ «Պարզապես արի չշտապենք, ամբողջ կյանքը դեռ առջևում է»։ Անին զգաց, թե ինչպես է ներսում ինչ-որ բան ճակ տալիս։ Ամբողջ կյանքը առջևում է։ Այս բառերը պետք է ուրախացնեին, բայց ինչ-որ պատճառով միայն ուժեղացնում էին տագնապը։ Արմենը նորից վերցրեց հեռախոսը, ստուգելով հաղորդագրությունը։ Այս շարժումը կրկնվում էր արդեն երևի 10-րդ անգամ երեկոյի ընթացքում։ «Գուցե շատ շտապ բան է», հետաքրքրվեց Անին։ «Չէ, հեչ, դատարկ բան է։ Հաճախորդներն են ինչ-որ հիմարություններ գրում»։ Բայց նրա դեմքից երևում էր, որ հաղորդագրությունը ամենևին էլ աշխատանքային չէր։ Ինչ-որ բան ստիպում էր նրան անընդհատ շեղվել, ինչ-որ բան, որն ավելի կարևոր էր այս երեկոյից, ավելի կարևոր, քան ինքը։ «Կներես, մի հատ զուգարան գնամ գամ», ասաց Արմենը, հեռախոսը թողնելով սեղանին։ Անին գլխով արեց, շարունակելով պատարագաղով խառնել աղցանը։ Ախոժակը կորել էր դեռ հարսանիքի մասին խոսակցության սկզբում։ Նա նայում էր պատուհանից անցնող մարդկանց և մտածում այն մասին, որ իրենց հարաբերություններում ինչ-որ բան է փոխվել։ Երբ հենց, 1 ամիս առաջ թե 2։
Իսկ գուցե նա միայն հիմա էր որոշել դա նկատել։ Արմենի հեռախոսի էկրանը վառվեց ստացված հաղորդագրությունից։ Անին չէր ուզում լրտեսել, բայց տեքստը հայտնվեց հենց աչքի առաջ։ Մինչև առավոտ չարթնացնես քնած եմ։ Ուղարկողը Լարա։ Ժամանակը կանգ առավ։ Էկրանի տառերը լողում էին ինչպես թանաքդ ած թղթի վրա։ Անին թարթեց աչքերը հուսալով, որ թվացել է, բայց հաղորդագրությունը ոչ մի տեղ չանհայտացավ։ Լարա, սրտիկ, ինտիմ խնդրանք, չարթնացնել մինչև առավոտ։ Ձեռքերը սառեցին։ Ականջներում զանգ հնչեց ինչպես մանկության տարիներին, երբ ճոճանակից վայր էր ընկել։ Շնչելը դժվարացավ, կարծես օդը վերածվել էր մածուցիկ զանգվածի։ Ինչ է սա։ Ով է այս Լարան եւ ինչու է նա խնդրում իրեն չարթնացնել մինչև առավոտ։ Անին դողացող մատներով վերցրեց հեռախոսը, բայց այն նույն պահին արգելափակվեց։ Իհարկե, գաղտնաբառը միայն Արմենը գիտեր։ Նա երբեք չէր հետաքրքրվել նրա հեռախոսի պարունակությամբ, վստահելով անվերապահորեն։ Վստահություն։ Ինչպիսի հիմար բառ էր դա թվում հիմա։ Արմենը վերադառնում էր սեղանի մոտ, ժպտալով մատուցողին, որը նրան ինչ-որ բան էր ասում։ Սովորական ծանոթ Արմենը, այն նույնը, ով 2 տարի առաջ անձրևի տակ նրան սեր էր խոստովանում, այն մեկը, ով ամուսնության առաջարկ էր անում հենց այս ռեստորանում, այն մեկը, ում հետ նա պատրաստվում էր ապրել ամբողջ կյանքը, թե ոչ այն մեկը։ Ինչ-որ բան է պատահել, հարցրեց նա նստելով։ Գունատես։ Անին նայեց նրան, ուսումնասիրելով այն դեմքը, որն անգիր գիտեր։ Նույն շագանակագույն աչքերը, նույն խալը ձախ քունքի մոտ, նույն շուրթերը, որոնք նա այնքան սիրում էր համբուրել։ Բայց հիմա այս դեմքի վրա նա փնտրում էր սուտը, փնտրում էր նշաններ այն բանի, որ իր կողքին օտար մարդ է նստած։ Ամեն ինչ լավ է, պատասխանեց նա զարմանալով սեփական հանգստության վրա։ Պարզապես մի քիչ հոգնած եմ։ Արմենը գլխով արեց, ակնհայտորեն թեթևացած զգալով, որ պետք չէ խորանալ նրա վիճակի մեջ։ Նա նորից վերցրեց հեռախոսը, արագ աչքի անցկացրեց էկրանը եւ դրեց գրպանը։ Գուցե ինչ-որ բան էլի պատվիրենք, առաջարկեց նա։ Չէ, շնորհակալություն, ես արդեն կշտացել եմ։ Կշտացել եմ ստիցդ, ուզում էր ավելացնել, բայց Անին զսպեց իրեն։ Ժամանակ է պետք ամեն ինչ մտածելու համար։ Գուցե սա թյուրիմացություն է, գուցե Լարան պարզապես գործընկեր է կամ հաճախորդ, թեև որ գործընկերն է սրտիկով գրանցվում ու խնդրում չարթնացնել մինչև առավոտ։ Ընթրիքի մնացած մասն անցավ լարված մթնոլորտում։ Արմենը փորձում էր զրույցը պահել անեկդոտներ պատմելով, որոնք առաջ Անի մինչև արդյունքներ ծիծաղեցնում էին։ Հիմա նա միայն քաղաքավարի ժպտում էր, իրեն զգալով որպես դերասանուհի բեմի վրա։ Խաղում էր սիրող հարսնացուի դերը, թեև ներսում ամեն ինչ տակնու վրա էր լինում։ Երբ հաշիվը բերեցին, Արմենը ինչպես միշտ ջենթլմենավարի վճարեց։ Ուղեկցեց մինչև տաքսին, համբուրեց հրաժեշտի համար։ Ամեն ինչ ինչպես միշտ, բայց Անին կեղծիկ էր զգում նրա ամեն մի շարժման մեջ։ Վաղը կտեսնենք, հարցրեց նա։ Կտեսնենք, պատասխանեց Անին։ Գործեր ունեմ։ Արմենը չպնդեց, ինչը միայն հաստատեց նրա կասկածները։ Առաջ նա այդքան հեշտությամբ բաց չէր թողնի նրան վեճից հետո։ Իսկ գուցե նա նույնիսկ ուրախ է, որ ինքը չի կպչում իրեն։ Տաքսու մեջ Անին նայում էր պատուհանից փախչող լույսերին։ Քաղաքն ապրում էր իր կյանքով, չկասկածելով, որ իր միլիոնավոր բնակիչներից մեկի աշխարհը կործանվում է։ Արցունքներն ինքնաբերաբար հոսեցին այտերով, լվանալով սևաներկը։ Նա չէր հեկեկում, չէր ողբում, պարզապես լուռ լաց էր լինում, ինչպես երկինքն էլ լաց լինում աշնանային անձրևով։ Վարորդը կարեկցանքով անձերոցիկ մեկնեց, բայց ոչինչ չասաց։ Երևի հաճախ էր տուն տանում լացող կանանց, անհաջող ժամադրություններից հետո։ Տանը Անին նստեց բազմոցին առանց կոշիկներն ու զգեստը հանելու։ Մտքերը պտտվում էին գլխում, ինչպես մեղուները խառնված փեթակում։ Պետք է ամեն ինչ ստուգել, պարզել, բայց ինչպես մասնավոր դետեկտիվ վարձել, էժանագին դետեկտիվ ֆիլմի պես է հնչում։ Լրտեսելն ու գաղտնալսելը նվաստացուցիչ է։ Իսկ գուցե պարզապես ուղիղ հարցնել, բայց այդ դեպքում եթե թաքցնելու բան ունի, նա ավելի զգույշ կլինի, կամ կսկսի ավելի նուրբ ստել, մինչև առավոտ չարթնացնես, քնած եմ։ Այս բառերը պտտվում էին գլխում։ Այս նախադասության մտերմությունը կասկած չէր թողնում։ Այդպես գրում են միայն մոտիկ մարդիկ, շատ մոտիկ։ Անին մոտեցավ պատուհանին, քաղաքը քնում էր։ Տների պատուհանները մեկը մյուսի հետևից մարում էին։ Ինչ որտեղ այնտեղ այդ պատուհաններից մեկում հնարավոր է քնած է մի կին,
Լարա անունով, այն նույնը, ով կործանեց իր աշխարհը ընդամենը մեկ հաղորդագրությամբ։ Չէ, Լարան չկործանեց, Արմենը իր դավաճանությամբ, իր ստով, անկեղծ լինելու իր ցանկության բացակայությամբ։ Անին հանեց նշանադրության մատանին, այն ամենի նախակարապետը, ինչը կարող էր լինել ամուսնական, եւ դրեց սեղանիկին։ Փոքրիկ Ադամանդը փայլփլում էր փողոցի լապտերի լույսի տակ, ինչպես արցունք։ Վաղը կսկսվի նոր կյանք, որտեղ պետք կլինի իմանալ ճշմարտությունը եւ որոշել, թե ինչ անել այդ ճշմարտության հետ։ Բայց մի բան նա հաստատ գիտեր, պարզապես այդպես չի թողնի։ Եթե Արմենը կարծում է, թե կարող է խաղալ իր հետ ինչպես կատուն մկան հետ, նա շատ մեծ սխալվում է։ Ամեն մուկ ունի ատամներ, եւ ինքը դրանցից կօգտվի։ Շաբաթ օրը սկսվեց Արմենի 15 բաց թողնված զանգերով։ Հրախոսը լուրջ ընկած էր մահճակալի կողքի պահարանին։ Էկրանը պարբերաբար վառվում էր նոր հաղորդագրություններից, բայց Անին չէր շտապում դրանք կարդալ։ Նա վաղ էր արթնացել, ինչպես միշտ հանգստյան օրերին, երբ օրգանիզմը հրաժարվում է հասկանալ, որ կարելի է մի քիչ երկար քնել։ Պատուհանից այն կողմ մաներանձրև էր մաղում, քաղաքը վերածելով լղոզված ջրաներքի։ Առաջին հերթին նա թուն սուրճ եփեց եւ նստեց խոհանոցի սեղանի մոտ, նոթբուքով։ Ժամանակն էր էմոցիաները վերածել կառուցողական ինչ-որ բանի։ Եթե Արմենը դավաճանում է, նա պետք է դա հաստատ իմանա։ Կասկածներն ու արդյունքները շռայլություն են, որն ինքն իրեն հիմա չի կարող թույլ տալ։ Անին բացեց սոցիալական ցանցը եւ որոնման մեջ գրեց Լարա։ Հազարավոր տարբերակներ կային՝ Լարիսա, Լարա, Լարոչկա, ով ասես չկար Արմենի ծանոթների մեջ։ Նա մեթոդաբար նայում էր պրոֆիլները մեկը մյուսի հետևից, բայց ոչ մի կասկածելի բան չէր գտնում։ Այդ անունով աղջիկների մեծ մասը կամ ամուսնացած էին, կամ ապրում էին այլ քաղաքներում։ Հրախոսը նորից զանգեց։ Արմենը։ Անին երկար նայում էր էկրանին, որտեղ փայլում էր նրա լուսանկարը, ծովափին նրանց համատեղ հանգստից մի կադր։ Այն ժամանակ նա ծիծաղում էր սոցցանցերի համար կատարյալ կադր որսալու Անիի փորձերի վրա։ Ինչպիսի անհոգ էր այն ժամանակ, թե ինքը պարզապես չէր նկատում այն, ինչ տեսնում է հիմա։ Ալո, պատասխանեց նա, միտումնավոր քննադատախ ձայնով։ Անի, վերջապես, ամբողջ գիշեր զանգում էի։ Ինչ է պատահել։ Ինչու երեք այդպես կտրուկ գնացիր։ Նրա ձայնի մեջ անկեղծ տագնապ էր լսվում։ Եվ մի վայրկյան Անին կասկածեց իր կասկածների մեջ։ Իսկ եթե ինքը ամեն ինչ հորինել է, իսկ եթե դա իսկապես թյուրիմացություն է։ Ոչինչ էլ չի պատահել, պարզապես շատ հոգնած էի, գլուխս էլ էր ցավում։ Վախեցրիր ինձ, մտածեցի մայրիկիդ հետ ինչ-որ բան է եղել կամ էլի մի լուրջ բան։ Մայրիկիս հետ ամեն ինչ լավ է, պատասխանեց Անին, մտքում նշելով, որ նա նույնիսկ չմտածեց իրենց հարաբերությունների խնդիրների մասին, որպես նման պահվածքի պատճառ։ Գուցե այսօր հանդիպենք, միտեղ գնանք զբոսնենք։ Ճիշտ է, եղանակն այնքան էլ լավը չէ, բայց չեմ կարող, գործեր են կուտակվել, արի հաջորդ հանգստյան օրերին։ Արմենը լռեց։ Առաջ նա կպնդեր, կառաջարկեր օգնել գործերում կամ պարզապես գալու կողքին նստել։ Հիմա նա համաձայնեց շատ հեշտությամբ։ Լավ, դե այդ դեպքում կլսվենք, քեզ լավ նայիր։ Դու էլ։ Խոսակցությունից հետո Անին ավելի մեծ դատարկություն զգաց։ Արմենը նույնիսկ չհարցրեց ինչ գործեր են, օգնություն չառաջարկեց, կարծես ուրախացավ առանց իրեն օրն անցկացնելու հնարավորության համար։ Նա վերադարձավ համացանցում որոնումների։ 1 ժամ դաժանակիր աշխատանքից հետո հանդիպեց Լարիսա Կիրակոսյանի պրոֆիլին։ 26 տարեկան, շիկահեր, վառ ժպիտով եւ աչքի ընկնող դիմահարդարմամբ։ Նկարագրության մեջ նշված էր. Աֆրոդիտե գեղեցկության սրահի ադմինիստրատոր։ Լուսանկարները շատ էին, սելֆիներ հայելու մեջ, նկարներ ընկերուհիների հետ ակումբներում, հանգստյան կադրեր։ Անին ուշադիր ուսումնասիրեց ամեն մի լուսանկար։ Լարիսան իր լրիվ հակապատկերն էր։ Այնտեղ, որտեղ Անին զուսպ էր, Լարիսան վառ էր։ Որտեղ դասական էր, այնտեղ մարտահրավեր։ Որտեղ էլեգանտություն էր, այնտեղ բացահայտվածություն։ Միթե Արմենին ձանձրացրել էր իր օջը։ Լուսանկարներից մեկի վրա. Լսիր, արի վաղը մի տեղ ընտրենք, ուզում եմ ժամանակ անցկացնել քեզ հետ։ Անին լարվեց։ Սովորաբար նա հանդիպումները նախորոք էր պլանավորում, իսկ այստեղ հանկարծակի առաջարկ է։ Կամ խիղճն է տանջում, կամ վաղվա երեկոյի համար ալիբի է պետք։ Վաղը չեմ կարող, ցերեկը կարևոր հանդիպում ունեմ, հետո էլ աշխատանքային գործեր։ Ինչ հանդիպում, հաճախորդների հետո։ Նրա ձայնի հետաքրքրասիրությունը կասկածելի թվաց։ Առաջ Արմենը հազվադեպ էր հետաքրքրվում նրա աշխատանքային պլանների մանրամասներով։
Հա, պոտենցիալ գործընկերների հետ։ Գուցե չորեքշաբթի պայմանավորվենք։ Լավ, չորեքշաբթի։ Այսպիսով չորեքշաբթի։ Խոսակցությունից հետո Անին հասկացավ, որ վաղը լինելու է այն օրը, որը կփոխի ամեն ինչ։ Կամ նրա կասկածները կցրվեն ծխի պես, կամ կհաստատվեն այնպիսի ուժով, որ հետ դարձի ճանապարհ այլևս չի լինի։ Նա մոտեցավ պահարանին և երկար ընտրեց վաղվա հագուստը սրահ գնալու համար։ Ոչ շատ վառ, որպեսի ավելորդ ուշադրություն չդրավի, բայց և ոչ շատ մոխրագույն, որպեսի կասկածելի չթվա։ Ընտրեց բեժ գույնի կարդիկան և մուգ ջինսեր։ Սովորական աշխատող կնոջ կերպար, ով մտել է իրեն կարգի բերելու։ Քնելուց առաջ նա ևս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրեց Լարիսայի պրոֆիլը, հիշելով մանրամասները։ Աղջիկն ակնհայտորեն սիրում էր ուշադրություն, ամեն օր նոր սելֆիներ, սթորիներ անձնական կյանքի մանրամասներով։ Վերջին վիդեոներից մեկում նա բողոքում էր ընկերուհիներին մի տղամարդու հետ բարդ հարաբերություններից։ Ինքը ոնց որ թե լավն է, ուշադիր է, բայց ինչ-որ տարօրինակ է, ասում էր Լարիսան տեսախցիկին, եղունգները վառ վարդագույն ներկելով։ Մեկ շատ ջերմ է, մեկ սառը, մեկ ոսկե սարեր է խոստանում, մեկ էլ մի քանի օրով անհետանում է։ Անիի սիրտը սեղմվեց։ Այս նկարագրությունը կատարյալ համապատասխանում էր Արմենին։ Հատկապես վերջին ամիսներին նա հենց այդպես էլ իրեն պահում էր։ Ուժեղ ուշադրության շրջանները փոխարինվում էին խորհրդավոր օտարացմամբ։ Վիդեոյի տակ Լարիսայի ընկերուհիների մեկնաբանություններն էին. «Լարա, թող նրան, ամուսնացած տղամարդիկ քո պատմությունը չեն, իսկ դու վստահ ես, որ նա քեզ չի ստում իր ազատ լինելու մասին։ Ինտուիցիան չի խաբում, եթե ինչ-որ բան այն չէ, ուրեմն այն չէ»։ Անին մի քանի անգամ կարդաց մեկնաբանությունները։ Ամուսնացած տղամարդիկ, ստում է իր ազատ լինելու մասին։ Ստացվում է Լարիսայի ընկերուհիները գիտեն նրա կյանքում մեկ այլ կնոջ գոյության մասին, և այդ կինը ամենայն հավանականությամբ հենց ինքն է։ Նրա սիրտը խառնեց այն գիտակցումից, թե որքան հմտորեն էր Արմենը խաղում երկու ճակատով։ Լարիսային նա երևի պատմում էր, թե ուր որ է կբաժանվի, կամ որ հարսնացուի հետ հարաբերություններն արդեն փաստացի ավարտված են, իսկ իր հետ շարունակում էր համատեղ ապագայի ծրագրեր կազմել։ Անին փակեց նոթբուքը և պառկեց մահճակալին, բայց քունը չէր տանում։ Գլխում պտտվում էին վերջին ամիսների Արմենի հետ խոսակցությունների պատարիկները։ Հիմա նրա շատ արտահայտություններ նոր իմաստ էին ստանում։ Արի չշտապենք հարսանիքի հարցում, հիմա հասկանալի է ինչու։ Աշխատանքի մեջ բարդ շրջան ունեմ, գուցե ոչ թե աշխատանքի, այլ անձնական կյանքի մեջ։ Ինձ ժամանակ է պետք մտածելու, երևի ժամանակ երկու կանանց միջև ընտրություն կատարելու համար։ Գիշերվա ժամը 3-ի կողմերը նա վեր կացավ և իր համար երեցուքի թեյ պատրաստեց։ Խոհանոցում լռություն էր, միայն ժամացույցներ տկտկում, ու ինչ-որտեղ հեռվում գիշերային մեքենաներն էին բզզում։ Նման պահերին հատկապես սուր էր զգացվում միայնությունը։ Անին վերցրեց հեռախոսը և բացեց Արմենի հետ լուսանկարները։ Դրանք շատ էին։ Հանգստից, ծննդյան տոներից, պարզապես սիրուն զույգային սելֆիներ։ Բոլոր նկարներում նրանք երջանիկ զույգ էին թվում։ Նա գրկում էր նրան, Արմենը համբուրում էր նրա այտը։ Նրանք ծիծաղում էին ինչ-որ կատակի վրա։ Միթե այդ ամենը սուտ էր, թե նա իսկապես սիրում էր իրեն, բայց չկարողացավ դիմանալ գայթակղությանը։ Գուցե Լարիսայի հետ նա պարզապես սիրավեպ ունի, որը շուտով կավարտվի։ Բայց նույնիսկ եթե այդպես է, միթե կարելի է ներել դավաճանությունը։ Միթե կարելի է ապրել մի մարդու հետ, իմանալով, որ նա ընդունակ է խաբեությանը։ Անին հիշեց իր ծնողներին։ Հայրը երբեք չէր դավաճանել մորը։ Դա ակնհայտ էր ցանկացածին, ով նրանց տեսնում էր։ Նրանք ապրել էին ամուսնության մեջ 30 տարի, և մինչև հիմա զբոսանքի ժամանակ ձեռք-ձեռքի էին բռնում։ Գուցե ինքը չափից շատ բան է ուզում ժամանակակից հարաբերություններից։ Գուցե հավատարմությունն արդեն անցյալի մնացուկ է։ Ոչ, հավատարմությունը վստահության հիմքն է։ Իսկ առանց վստահության ո՞րն է հարաբերությունների իմաստը։ Առավոտյան նա հաստատ գիտեր, որ ճիշտ ճանապարհով է գնում։ Վաղը նա կիմանա ճշմարտությունը, իսկ հետո կորոշի ինչ անել դրա հետ։ Վաղ առավոտյան աշխատանքի պատրաստվելիս Անին ևս մեկ անգամ ստուգեց սրահի հասցեն և գրանցման ժամը։ Առավոտյան ժամը 11։ Լարիսա, մանիկյուր։ Հնչում էր որպես դատավճիռ։ Հայկը նրան դիմավորեց վերելակի մեջ իր ավանդական ժպիտով։ Բարի լույս, ինչպես քնեցիր։ Վատ, անկեղծ պատասխանեց Անին։ Անկնությունը տանջեց։ Իսկ գուցե դա նրանից է, որ չափից շատ ես մտածում։
Երբեմն պետք է պարզապես բաց թողնել իրավիճակը։ Անին ավելի ուշադիր նայեց նրան։ Իսկ ինչ եթե Հայկը կռահում է նրա խնդիրների մասին։ Իսկ ինչ եթե Արմենին գեղեցկության սրահի մոտ տեսնելու մասին երեկվա պատմությունը պատահական չէր։ Հայկ, զգուշորեն սկսեց նա։ Իսկ դու հաստատ Արմենին տեսար շաբաթ օրը։ Գուցե թվացել է։ Հայկը գլխով արեց։ Չէ, հաստատ ինքն էր։ Մենք նույնիսկ բարևեցինք։ Ճիշտ է, ինքը մի տեսակ շփոթված էր, արագ հայացքը թեքեց։ Մտածեցի, որ քեզ համար անակնկալ է պատրաստում։ Անակնկալ։ Հա, այն էլ ինչպիսի անակնկալ։ Իսկ նա մենակ էր, չդիմացավ Անին։ Չէ, մի աղջկա հետ, շիկահեր, այդպիսի վառ։ Միասին գնում էին փողոցով։ Վերջին կասկածները վերջնականապես ցրվեցին։ Շիկահեր ու վառ։ Լարիսայի լուսանկարների ճշգրիտ նկարագրությունը։ Հասկանալի է, կամաց ասաց Անին։ Հայկը ուշադիր նայեց նրան։ Անի, եթե օգնության կարիք լինի, կամ պարզապես մեկի հետ խոսելու ցանկություն ունենաս, ես միշտ պատրաստ եմ լսել, առանց ավելորդ բաների, պարզապես որպես ընկեր։ Նրա աչքերում այնպիսի անկեղծ հոգատարություն կար, որ Անին ուզեց հենց վերելակի մեջ լաց լինել, բայց նա միայն գլխով արեց։ Շնորհակալություն։ Գուցե մի օր օգտվեմ առաջարկիցդ։ Աշխատանքային առավոտը ձգվում էր դանդաղ։ Անին անընդհատ նայում էր ժամացույցին, հաշվելով ճակատագրական հանդիպմանը մնացած րոպեները։ 11:20 պակաս նա գործընկերներին ասաց, որ գնում է հաճախորդների մոտ, եւ դուրս եկավ գրասենյակից։ Գիշերը գրեթե չէր քնել, գլխում պտտելով վաղվա օրը։ Ինչ եթե նրա բոլոր կասկածները դատարկ բան դուրս գան։ Ինչ եթե Լարիսան նույնիսկ չի ճանաչում Արմենին։ Իսկ ինչ եթե ճանաչում է ու նրան կպատմի տարօրինակ հաճախորդի մասին, ով շատ անձնական հարցեր էր տալիս։ Բայց նահանջելն արդեն ուշ էր։ Այսօր նա կիմանա ճշմարտությունը, որքան էլ դառն լինի այն։ Աֆրոդիտը գեղեցկության սրահը գտնվում էր քաղաքի կենտրոնում, այն շենքերից մեկում, որոնք փորձում էին նմանակել եվրոպական շքեղությունը վարդագույն ճակատներով եւ ոսկեգույն ցուցանակներով։ Անին կանգ առավ մուտքի մոտ, ուժ հավաքելով։ Մի քանի րոպեից նա կտեսնի կնոջը, ով կործանել է իր աշխարհը մեկ հաղորդագրությամբ։ Ներսում եղունգների լաքի, թանկարժեք կրեմների եւ քիմիական նյութերի հոտ էր փչում։ Ամենուր վարդագույն ու ոսկեգույն էր, բացկաթոռներ, հայելիներ զարդարուն շրջանակների մեջ։ Նույնիսկ առաստաղին հրեշտակներ էին նկարված։ Հանգիստ երաժշտություն էր հնչում, ինչ որ թուլացնող եւ անհոգ մի բան։ Ադմինիստրատորի սեղանի հետևում կանգնած էր մի երիտասարդ աղջիկ, կատարյալ մանիկյուրով եւ դեմքին սոսնձված ժպիտով։ Բարի գալուստ Աֆրոդիտե, դուք առաջին անգամ եք մեզ մոտ։ Այո, ես գրանցվել էի Լարիսայի մոտ 11-ին։ Աննա Պետրոսյան, իհարկե։ Լարիսան արդեն պատրաստ է ձեզ ընդունել։ Երրորդ կաբինետը, միջանցքով ուղիղ։ Անին ուղվեց նշված ուղությամբ, զգալով թե ինչպես է սիրտը բաբախում հենց կոկորդի մոտ։ Երրորդ կաբինետի դուռը կիսաբաց էր, եւ այնտեղից լսվում էր զրնգուն կանացի ձայն։ Համեցեք, մի ամաչեք։ Անին անցավ շեմը եւ տեսավ նրան, Նարիսային, կենթանի, իրական, այլ ոչ թե հեռախոսի էկրանից։ Շիկահեր մազերը ուսերին էին իջնում հրեռեն ջրվեժի պես։ Կանաչ աչքերը ընդգծված էին սև մատիտով։ Շուրթերը ներկված էին վառ վարդագույն շրթներկով։ Նրա հագին կպած սև զգեստ էր խորը բացվածքով եւ բարձրագրուն կոշիկներ, որոնք նրան ավելի բարձրահասակ էին դարձնում, քան իրականում կար։ Աննա չէ։ Նստեք, խնդրում եմ։ Լարիսան ցույց տվեց մանիկյուրի սեղանի դիմացի աթոռը։ Առաջին անգամ եք մեզ մոտ։ Այո, ընկերուհիս խորհուրդ տվեց։ Անին նստեց եւ ձեռքերը դրեց փափուկ բարձիկի վրա։ Ասում է, որ դուք քաղաքի լավագույն վարպետն եք։ Լարիսան ծիծաղեց եւ այդ ծիծաղի մեջ հաջողախոսությունից ստացած մի ամիտ ուրախություն կար։ Դե չգիտեմ, լավագույնն եմ թե չէ, բայց փորձում եմ։ Իսկ ինչ են կանելու ձեռքերի հետ։ Դասական մանիկյուր թե մի քիչ ավելի հետաքրքիր բան։ Դասական, խնդրում եմ, ես բանկում եմ աշխատում, այնտեղ արտաքին տեսքի խիստ պահանջներ կան։ Հասկանում եմ։ Լարիսան անցավ գործի, հմտորեն մշակելով մաշկը։ Իսկ որ բանկն է, եթե գաղտնիք չէ։ Անին ասաց առաջինը, ինչ մտքին եկավ, միաժամանակ ուսումնասիրելով մրցակցի դեմքը։ Մոտիկից Լարիսան ավելի վառ էր, քան լուսանկարներում։ Ամեն մի թարթիչը ներկված էր, մազերի ամեն մի խոպոպը կատարյալ դասավորված։
Նա ակնհայտորեն շատ ժամանակ ու փող էր ծախսում իր արտաքինի վրա։ Իսկ դուք վաղուց եք աշխատում որպես մանիկյուրի վարպետ, հարցրեց Անին։ Արդեն 4 տարի, ուսումնարանից հետո անմիջապես այստեղ եկա, ինձ դուր է գալիս մարդկանց գեղեցկացնելը։ Լարիսան փոխեց գործիքը եւ սկսեց խարտել եղունգները։ Իսկ դուք ամուսնացած եք։ Հարցն անակնկալի բերեց Անիին։ Նա պտտեց մատի նշանադրության մատանին, որը հատուկ չէր հանել։ Նշանված եմ, հարսանիք ենք պլանավորում։ Օ, ինչ ռոմանտիկ է, Լարիսան աշխուժացավ։ Իսկ փեսացուն լավն է, սիրող է։ Անին զգաց իրավիճակի դառահեգնանքը։ Նա քննարկում էր իր փեսացուին նրա սիրուհու հետ եւ վերջինս նույնիսկ չէր էլ կասկածում այդ մասին։ Առայժմ հա, իսկ դուք ունեք ինչ-որ առանձնահատուկ մեկին։ Լարիսան մտածեց նախքան պատասխանելը։ Նրա դեմքով թղթրության նման մի բան անցավ։ Կա մեկը, բայց ամեն ինչ բարդ է։ Ինքը ոնց որ թե ազատ է, բայց երբեմն իրեն տարօրինակ է պահում։ Մեկ ուշադիր է ու հոգատար, մեկ էլ հանկարծ մի քանի օրով անհետանում է։ Գուցե բարդ աշխատանք ունի, զգուշորեն ենթադրեց Անին։ Գուցե մեքենաներ է վաճառում, ասում է հաճախորդները պահանջկոտ են, բայց դե մեկ է, մի տեսակ տարօրինակ է։ Արդեն մտածում եմ, գուցե ինձ ինչ-որ բան ստում է։ Անին զգաց, թե ինչպես է ստամոքսը սեղմվում։ Մեքենաներ է վաճառում, պահանջկոտ հաճախորդներ։ Սա հաստատ Արմենի մասին է։ Իսկ նա ամուսնացած չէ պատահաբար, ռիսկի դիմեց նա։ Լարիսան կտրուկ բարձրացրեց գլուխը, աչքերում վախ փայլեց։ Չէ, այսինքն ինքն ասում է, որ չէ, բայց երբեմն կասկածներ եմ ունենում։ Գիտեք, կանացի ինտուիցիա եւ այլն։ Ինտուիցիան հազվադեպ է խաբում, համաձայնեց Անին։ Իսկ ինչքան ժամանակ է ինչ հանդիպում եք։ 3 ամիս։ Պատահական ծանոթացանք ավտոսրահի կողքի սրճարանում։ Նա սուրճ էր գնում, ես էլ։ Խոսքի բռնվեցինք։ 3 ամիս։ Ստացվում է, հենց այդ ժամանակվանից Արմենը սկսեց իրեն տարօրինակ պահել։ Հենց այդ ժամանակ սկսվեցին նրա ուշացումները աշխատանքից եւ սառնությունը տանը։ Ու ինչ, միանգամից հավանեցիք։ Ոչ միանգամից, բայց արագ։ Լարիսան երասկոտ շպտաց։ Նա այնքան հմայի չէ, գիտի գեղեցիկ խնամել։ Ծաղիկներ է նվիրում, ռեստորաններ տանում։ Ճիշտ է, ինչ-որ պատճառով միայն աշխատանքային օրերին։ Ասում է, որ հանգստյան օրերին ընտանեկան գործեր ունի։ Ընտանեկան գործեր։ Անին քիչ էր մնում փրտկացներ։ Այո, իրոք ընտանեկան, իր հետ, իր իրական ընտանիքի հետ։ Իսկ անուն մին չէ։ Գախնիկ չէ։ Լարիսան մի պահ տատանվեց։ Արմեն, իսկ ինչ է որ։ Դե այնպես, ուղղակի հետաքրքիր էր։ Սիրուն անուն է։ Այլևս կասկած չկար։ Արմենը, իր փեսացուն, 3 ամիս է հանդիպում է Լարիսայի հետ, նրան հեքիաթներ պատմելով իր ընտանեկան կարգավիճակի մասին։ Նա ուզում է, որ ես իր ընկերների հետ ծանոթանամ, շարունակում է շաղակրատել Լարիսան, քսելով հիմքային շերտը, բայց անընդհատ հետաձգվում է։ Ասում է, թե նրանք ինձ դեր չեն հասկանա։ Տարօրինակ է, չէ։ Շատ տարօրինակ է, համաձայնեց Անին։ Իհարկե չեն հասկանա, որովհետև բոլորն էլ գիտեն հարսնացուի գոյության մասին։ Իսկ նա ձեր սրահ եկել է, հարցրեց Անին, փորձելով, որ հարցը բնական հնչի։ Մի քանի անգամ։ Շաբաթօրը օրինակ մտավ, բայց կարճ ժամանակով, ասաց, որ շտապ գործեր ունի։ Հենց այդ ժամանակ նրան տեսել էր Հայկը։ Երևի իրոք շատ զբաղված մարդ է, նկատեց Անին։ Երբեմն մտածում եմ, գուցե նա ինձ չի համապատասխանում։ Ընկերուհիներս ասում են, որ նա ամուսնացած է, որովհետև նորմալ տղամարդիկ իրենց այդքան խորհրդավոր չեն պահում, բայց ես նրան շատ եմ սիրում։ Լարիսայի ձայնի մեջ տխրություն հայտնվեց, եւ Անին անսպասելիորեն նրա հանդեպ կարեկցանքի նման մի բան զգաց։ Աղջիկը սիրահարված է մի տղամարդու, ով իրեն խաբում է։ Ինչ որ իմաստով նրանք երկուսն էլ Արմենի զոհերն են։ Իսկ չեք փորձել բացահայտ խոսել նրա հետ, պարզել հարաբերությունները։ Փորձել եմ։ Բայց նա այնպիսի վարպետ է լուրջ խոսակցություններից խոսափելու հարցում։ Հենց մի կարևոր բան եմ սկսում, նա ամեն ինչ կատակի է վերածում, կամ ասում է, թե աշխատանքի տեղը սթրես է տանում։ Անին ճանաչում էր այդ հնարքները։ Արմենն իրոք վիրտուոզ էր անհարմար թեմաներից փախչելու մեջ։ Գուցե նա իսկապես պատրաստ չէ լուրջ հարաբերությունների, ենթադրեց նա։ Գուցե եւ պատրաստ է, բայց ոչ ինձ հետ։ Լարիսան հառաչեց։ Գիտեք, երբեմն ինձ թվում է, որ նա մեկ ուրիշին ունի։
ինչ որ մի ուրիշ կին, պաշտոնական, ինչպես ասում են։ Անիի սիրտը սեղմվեց։ Պաշտոնական կին։ Ուրեմն էսպիսի տեսք ունի ինքը իր փեսացուի սիրուհու աչքերում։ Իսկ ինչու եք այդպես կարծում։ Մանրուքներից, մեկ հեռախոսը ժամերով չի վերցնում, մեկ չի կարողանում հանդիպել որոշակի օրերի, ու դեր սովորություններ ունի, դե գիտեք, ոնց որ ամուսնացած տղամարդկանց մոտ է լինում, անընդհատ ժամացույցին է նայում, վախենում է տուն ուշանալ։ Անին գլխով արեց, չվստահելով սեփական ձայնին։ Լարիսան նկարագրում էր Արմենի վարքագիծը սարսափելի ճշգրտությամբ։ Ու ինչ եք պատրաստվում անել։ Չգիտեմ անկեղծ։ Մի կողմից ուզում եմ պայքարել նրա համար, իսկ մյուս կողմից ինչի՞ս է պետք մի տղամարդ, ով չի կարողանում ինձ հետ անկեղծ լինել։ Ճիշտ խոսքեր են, ափսոս, որ Անին ինքը դրանց մասին ավելի շուտ չէր մտածել։ Լարիսան ավարտեց հիմքը եւ սկսեց քսել վառ վարդագույն լաքը իր շուրթերի գույնին համապատասխան։ Գիտեք ինչ, հանկարծ ասաց նա, եկեք ես ձեզ ֆրենչ անեմ, այն ավելի էլեգանտ է բանկի աշխատողի համար։ Լավ, համաձայն եմ։ Քանի դեռ Լարիսան կախարդում էր եղունգների վրա, Անին մտորում էր լսածի շուրջ։ Ստացվում է Լարիսան էլ կասկածներ ունի Արմենի անկեղծության հարցում։ Աղջիկն այնքան հիմար չէ, որքան թվում էր սոցցանցերի նկարներից։ Նա զգում է կեղծիքը, բայց դեռ չի համարձակվում գործել։ Իսկ ձեր փեսացուն խանդոտ է, հանկարծ հարցրեց Լարիսան։ Չափի մեջ, իսկ ձեր Արմենը։ Չգիտեմ, մի կողմից ոնց որ թե չի վերահսկում, բայց մյուս կողմից ինչ որ տարօրինակ է արձագանքում, երբ պատմում եմ ուրիշ տղամարդկանց մասին։ Ոչ թե խանդ է, այլ ինչ որ լարվածություն։ Անին գիտեր այդ լարվածությունը։ Արմենը միշտ նյարդայնանում էր։ Երբ խոսքը վերաբերում էր հավատարմությանը եւ դավաճանություններին, հիմա պարզ է ինչու։ Գուցե նա պարզապես սովոր չէ կիսվել, ենթադրեց նա։ Գուցե, թեև առանձնապես կիսվելու բան էլ չկա։ 3 ամիս է հանդիպում ենք, բայց ես մինչև հիմա չգիտեմ որտեղ է նա ապրում։ Ասում է, որ տունն է վերանորոգում, դրա համար միշտ կամ իմ տանն ենք հանդիպում, կամ սրճարաններում։ Իհարկե տունն է վերանորոգում, տարօրինակ է իրոք, համաձայնեց Անին։ Ընկերուհիներս ասում են, որ ես հիմար եմ, որ կապվել եմ նման տիպի հետ, բայց ինչ արած, եթե սիրում ես։ Սիրում ես։ Այս բառը հնչեց այնպիսի ցավով, որ Անին իրեն վատ զգաց։ Ստացվում է Լարիսան իրոք սիրահարված է Արմենին, ոչ թե ուղղակի զվարճանում է կամ օգուտ փնտրում։ Սիրահարված է, ինչպես ժամանակին ինքը Անին էր սիրահարվել։ Սերը բարդ բան է, կամաց ասաց նա։ Ձեր բախտը բերել է, որ ձեր փեսացուն անկեղծ է։ Լարիսան աչքերը բարձրացրեց եղունգներից։ Ձեր երեսից երևում է, որ դուք նրան վստահում եք, այնպիսի հանգիստ դեմք ունեք, վստահ։ Եթե միայն նա իմանար, մտածեց Անին, եթե իմանար, որ նստած է հենց այն պաշտոնական կնոջ դիմաց, որի պատճառով իր Արմենը լրտեսի պես է իրեն պահում։ Վստահությունը հարաբերությունների հիմքն է, ասաց Անին։ Ճիշտ է, աշխուժացավ Լարիսան։ Ես էլ եմ այդպես մտածում, առանց վստահության ինչ սեր, իսկ իմ ու Արմենի միջև հենց վստահությունը չկա։ Ես անընդհատ կասկածում եմ, մտածում եմ ինչ է անում, երբ իրար հետ չենք։ Իսկ չեք փորձել պարզել, հետևել նրան։ Դա նվաստացուցիչ է, համաձայն եմ։ Բայց երբեմն ավելի լավ է իմանալ ճշմարտությունը, քան տանջվել կասկածներից։ Լարիսան մտածեց, գուշորեն նկարելով եղունգների սպիտակ ծայրերը։ Գուցե դուք ճիշտ եք, ուղղակի ես վախենում եմ իմանալ կային, ինչ չեմ ուզում իմանալ։ Անին հասկանում էր այդ վախը, ինչպես ոչ ոք։ 2 օր առաջ ինքն էլ էր նույն բանից վախենում, իսկ հիմա նստած էր այստեղ ու լսում էր իր փեսացուի սիրուհու խոստովանությունը։ Գիտեք ինչ, Լարիսան ավարտեց մանիկյուրը եւ ձեռքերը դրեց լամպի տակ։ Շնորհակալություն զրույցի համար, հազվադեպ են հանդիպում հաճախորդներ, ում հետ կարելի է սրտանց խոսել։ Ձեզ էլ շնորհակալություն։ Շատ հաճելի էր ծանոթանալ։ Իսկ դուք էլի կգաք մեզ մոտ։ Կարող եմ ձեզ նախորոք գրանցել։ Անպայման, ստեց Անին։ Մի 2 շաբաթից երևի։ Երբ մանիկյուրը պատրաստ էր, Անին վճարեց եւ դուրս եկավ սրահից այնպիսի զգացողությամբ, կարծես մի ամբողջ կյանք ապրած լիներ այդ 1.5 ժամում։ Հիմա նա գիտեր այն ամենը, ինչ ուզում էր իմանալ, եւ նույնիսկ ավելին։ Արմենն իրոք դավաճանել էր 3 ամիս շարունակ մի աղջկա հետ, ով իրեն սիրում էր եւ ում նա խաբում էր նույնքան վարպետորեն, որքան հենց իրեն։ Լարիսան պարզապես պատահական կապ չէր։ Դրանք հարաբերություններ էին, թեկուզ կառուցված ստի վրա։ Անին նստեց մոտակա սրճարանում եւ սուրճ պատվիրեց։ Ձեռքերը մի փոքր դողում էին, կամ ներվերից, կամ բարկությունից, կամ էլ երկուսը միասին,
Հիմա պետք էր որոշել, ինչ անել հետո։ Կարելի էր գնալ Արմենի մոտ եւ սկանդալ սարքել։ Կարելի էր ուղղակի անհետանալ նրա կյանքից։ Իսկ կարելի էր Անին հանեց հեռախոսը եւ բացեց տեսախցիկը, սելֆի արեց թարմ մանիկյուրով եւ ուղարկեց Արմենին, գրելով. Ինձ կարգի բերեցի։ Երեկոյան կպատմեմ որտեղ էի։ Պատասխանը շուտ եկավ. Սիրուն է, իսկ որտեղ էիր։ Անակնկալ, գրեց Անին ու փակեց հեռախոսը։ Թող անհանգստանա։ Թող գուշակի։ Իսկ ինքն առայժմ կմտածի ինչպես վարվել այս տեղեկության հետ։ Մի բան հաստատ գիտեր, սա այսպես չի թողնի։ Դրսում սկսեց անձրև տեղալ։ Անին բարձրացրեց բաճկոնի օձիքը եւ գնաց դեպի գրասենյակ։ Առջևում երկար խաղ էր սպասվում, որի կանոնները նա նոր էր սկսում հասկանալ, բայց հիմա նա արդեն ճանաչում էր իր հակառակորդին դեմքով, եւ դա արդեն քիչ չէր։ Աշխատանքային օրվա մնացած մասն անցավ տենդագին պլանավորման մեջ։ Անին նստած էր սեղանի մոտ, ձևացնելով, թե աշխատում է շնորհանդեսի վրա, բայց իրականում կշռադատում էր առաջիկա գործողությունների ամեն մի քայլը։ Հիմա, երբ նա գիտեր ճշմարտությունը, ուղղակի հեռանալն ու դուրը շրքակցնելը չափից շատ պարզ լուծում էր թվում։ Արմենը պետք է հասկանա, թե ինչ է նշանակում միաժամանակ խաղալ երկու կնոջ զգացմունքների հետ։ Հայկը մի քանի անգամ մոտեցավ աշխատանքային հարցերով, բայց ամեն անգամ մնում էր անհրաժեշտից երկար, ուսումնասիրելով նրա դեմքը։ Անի, դու այսօր մի տեսակ տարօրինակ ես, վերջապես ասաց նա։ Բան է պատահել։ Չէ, ամեն ինչ նորմալ է, պարզապես շատ եմ մտածում։ Ինչի մասին, եթե գաղտնիք չէ։ Անին բարձրացրեց հայացքը։ Հայկը միակ մարդն էր, ով գիտեր շիկահեր աղջկա հետ Արմենի հանդիպման մասին։ Գուցե արժե վստահել։ Հայկ, հիշում ես պատմում էի շաբաթ օրը Արմենի ու այն աղջկա մասին, հիշում ես։ Հայկը գլխով արեց, դեմքը լրջացավ։ Հիշում եմ։ Դե ուրեմն նա ինձ համար նվեր չէր գնում, դա նրա սիրուհին էր։ Ես այսօր ծանոթացա նրա հետ։ Ծանոթացար։ Ոնց։ Երկար պատմություն է։ Կարևորն այն է, որ հիմա ես գիտեմ ճշմարտությունը։ Հայկը նստեց սեղանի անկյունին, ձայնը ցածրացնելով։ Անի, շատ եմ ցավում։ Ես չէի ուզում լինել այն մարդը, ով դու մեղավոր չես։ Ավելի լավ է իմանալ ճշմարտությունը, քան ապրել պատրանքների մեջ։ Ու հիմա ինչ ես անելու։ Անին ժպտաց, եւ այդ ժպտի մեջ ինչ որ վայրի բան կար։ Դեռ հստակ չգիտեմ, բայց ուղղակի այսպես չեմ թողնի։ Զգույշ եղիր, վրեժը հազվադեպ է թեթևություն բերում։ Կտեսնենք։ Երեկոյան Անին տուղերը դարձավ գործողությունների հստակ պլանով։ Նա գիտեր, որ չորեքշաբթի օրը Արմենը կարևոր գործնական ընթրիք ունի պոտենցիալ ներդրողների հետ։ Նա դեռ մի շաբաթ առաջ էր պատմում այդ մասին, հուզվում էր, պատրաստվում։ Այդ հանդիպումը կարող էր նրան խոշոր պայմանագիր եւ պաշտոնի բարձրացում բերել, իդեալական ժամանակ է դաս տալու համար։ Անին բացեց նոթբուքը եւ սոցցանցերում տեղեկություն գտավ ներդրողների մասին։ Արեն Սիմոնյան, 45 տարեկան, ամուսնացած է, ունի 2 երեխա։ Նրա կինը Աննան ակտիվ բլոգ է վարում ընտանեկան արժեքների եւ հավատարմության մասին։ Իդեալական թիրախ։ Անին կեղծեջ ստեղքեց եւ Աննա Սիմոնյանին անանուն հաղորդագրություն ուղարկեց։ Ձեր ամուսինը հանդիպում է անազնիվ մարդկանց հետ։ Արմեն Մովսիսյանը դավաճանում է իր հարսնացուին մի երիտասարդ աղջկա հետ։ Կցում եմ լուսանկարները։ Մտածեք, արժե գործ ունենալ նման մարդու հետ։ Հաղորդագրությանը նա գցեց Լարիսայի պրոֆիլի սկրինշոթները, որտեղ հայելու արտացաlanքի մեջ երևում էր Արմենը։ Հաջորդ քայլը Լարիսային ճիշտ ժամանակին ռեստորան կանչելն էր։ Անին վերցրեց հեռախոսը եւ զանգեց սրահ։ Աֆրոդիտե սրահ, բարի երեկո։ Բարի երեկո։ Կարելի է Լարիսային։ Մի վարքյան, հիմա կկանչեմ։ Մի քանի վարքյան անց, ծանոթ ձայնը։ Ալո, Լարիսան լսում է։ Լարիսա, Աննան է, ձեր առավոտվա հաճախորդը։ Կներեք, որ այսքան ուշ եմ անհանգստացնում։ Աննա ջան, ինչ է պատահել։ Մանիկյուրի հետ խնդիր կա։ Մանիկյուրի։ Չէ, ամեն ինչ լավ է։ Ուրիշ հարց է։ Հիշում եք խոսում էինք ձեր Արմենի մասին։ Հիշում եմ, ինչու։ Անին խորը շունչ քաշեց, պատրաստվելով ստել։ Ես այսօր նրան տեսա մի ուրիշ կնոջ հետ։ Իմպերիալ ռեստորանում, շատ ռոմանտիկ նստած էին։ Լարիսան այնքան երկար լռեց, որ Անին մտածեց կապը կտրվեց։ Վստահ եք, որ նա էր, վերջապես հարցրեց նա ցածր ձայնով։ Միանշանակ։ Բարձրահասակ, թխահեր, մուգ կապույտ կոստյումով։ Ճիշտ այնպիսին, ինչպիսին նկարագրում էիք։ Դե հեռախոսիդ վրայի նկարն էլ մի քանի անգամ տեսա։ Իսկ կին ինչպիսին էր։ Էլեգանտ շիկահեր, մի 30 տարեկան։ Ձերք էին բռնել,
համբուրվում էին։ Շատ սիրուն էր։ Լարիսան հեկեկաց, փորձելով զսպել արցունքները։ Ուրեմն ընկերուհիներս ճիշտ էին, նա իրոք ինձ խաբում է։ Լարիսա, շատ եմ ցավում, բայց ավելի լավ է իմանալ ճշմարտությունը։ Այո, ճիշտ եք։ Շնորհակալություն, որ ասացիք, չնայած շատ ցավոտ է։ Իսկ չեք ուզում անձամբ համոզվել։ Նրանք վաղը նորից այնտեղ են լինելու, երեկոյան 7-ին։ Նույն սեղանին։ Անին հորինում էր ընթացքում, բայց ձայնը վստահ էր հնչում։ Չգիտեմ, գուցե չարժե։ Լարիսա, դուք ինքներդ էիք ասում, որ ավելի լավ է իմանալ ճշմարտությունը։ Եկեք, ձեր աչքերով տեսեք, հետո արդեն որոշեք ինչ անել։ Կարծում եք դա ճիշտ է։ Կարծում եմ, որ ամեն մի կին իրավունք ունի իմանալու, ում հետ է հանդիպում։ Խոսակցությունից հետո Անին անջատեց հեռախոսը եւ նստեց բազմոցին։ Պլանը պարզ էր եւ դաժան միաժամանակ։ Արմենը բերում է ներդրողներին գործնական ընթրիքի։ Այնտեղ է գալիս նաեւ Լարիսան, ճշմարտության հետևից։ Իսկ գլխավոր ներդրողի կինն արդեն զգուշացված է պոտենցիալ գործընկերոջ անազնվության մասին։ Նա պատկերացրեց Արմենի դեմքը, երբ տեսնի Լարիսային ռեստորանում, կարևոր հանդիպման ժամանակ։ Պատկերացրեց, թե ինչպես է նա փորձելու իրավիճակը բացատրել ներդրողներին եւ միաժամանակ հանգստացնել լացող սիրուհուն։ Արդար է սա։ Հնարավոր է ոչ։ Բայց հարսանիքից 3 ամիս առաջ հարսնացուին դավաճանելն էլ արդար չէր։ Անին թեյ պատրաստեց եւ նստեց պատուհանի մոտ հետևելով երեկոյան քաղաքին։ Վաղը շատ բան կփոխվի այս պատմության բոլոր մասնակիցների համար։ Չորեքշաբթին սկսվեց Արմենի տագնապալից զանգով։ Անիդյան, բարի լույս, ինչպես քնեցիր։ Նորմալ, իսկ քո գործերը, պատրաստ ես կարևոր հանդիպմանը։ Պատրաստ եմ, բայց հուզվում եմ։ Շատ բան է կախված այսօրվա երեկոյից։ Ես հավատում եմ քեզ, ամեն ինչ կստացվի։ Շնորհակալություն սիրելիս, դու միշտ ինձ աջակցում ես։ Կեղծաղոր, մտածեց Անին, բայց բարձրաձայն ասաց. Բա ոնց, մենք չէ որ թիմ ենք։ Այո, թիմ ենք։ Լսիր, եթե ամեն ինչ լավ անցնի, արի վաղը նշենք։ Իհարկե, արի, բայց նախ հասիր հաջողության։ Անպայման կհասնեմ։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։ Այս բառերը նա դժվարությամբ արտասանեց։ Ընդամենը մի շաբաթ առաջ նա դրանք անկեղծ էր ասում։ Հիմա դրանք ներկայացման մի մասն էին։ Օրը դանդաղ էր անցնում։ Անին մի քանի անգամ ստուգեց հեռախոսը, սպասելով Լարիսայի հաղորդագրություններին կամ ներդրողի կնոջ արձագանքին, բայց ամեն ինչ լուր էր։ Երեկոյան ժամը 6-ին նա չդիմացավ եւ գնաց Իմպերիալ ռեստորանի մոտ։ Ոչ թե ներս, այլ դիմացի սրճարանը, որտեղից լավ երևում էր մուտքը։ Ժամը 7:20 պակաս տաքսի մոտեցավ, որից դուրս եկավ Արմենը, հենց այն մութ կապույտ կոստյումով։ Վստահ տեսք ուներ, նույնիսկ հանդիսավոր։ Մի քանի վայրկյան անց հայտնվեցին թանկարժեք կոստյումներով 2 տղամարդ, երևի ներդրողները։ 7:05 հայտնվեց Լարիսան։ Նա կարմիր զգեստով էր, մազերը հարդարված, շպարը կատարյալ։ Երևում էր, որ պատրաստվել էր այս պահին որպես կարևոր իրադարձության։ Գուցե հույս ուներ, որ ամեն ինչ կպարզվի, որ Անին սխալվել է։ Լարիսան վճռական մտավ ռեստորան, եւ Անին խղճի խայծ զգաց։ Աղջիկը գնում էր ընդառաջ ճշմարտությանը, չիմանալով, որ իրեն օգտագործում են ուրիշի խաղի մեջ։ 10 րոպե անց ռեստորանից բարձր ձայներ լսվեցին, ոչ թե ճիչեր, բայց ակնհայտորեն ոչ գործնական զրույց։ Անին եւս մի սուրճ պատվիրեց եւ պատրաստվեց սպասել։ Հանգուցալուծումը եղավ կես ժամ անց։ Ռեստորանից դուրս թռավ մի կին, մոտ 40 տարեկան, զայրույթից կարմրած դեմքով։ Աննա Սիմոնյանը, ներդրողի կինը։ Նա ինչ-որ բան էր գոռում հեռախոսով, ձեռքերն էր թափահարում։ Հետո դուրս եկան ներդրող տղամարդիկ, խիստ դժգոհ տեսքով։ Նրանցից մեկը, երևի հենց Արեն Սիմոնյանը, խոսում էր հեռախոսով, փորձելով ինչ-որ մեկին հանգստացնել։ Վերջինը հայտնվեցին Արմենն ու Լարիսան։ Արմենը բռնել էր նրա ձեռքը եւ ինչ-որ բան էր բացատրում, բայց աղջիկը պոկվում էր ու լաց լինում։ Նույնիսկ հեռվից երևում էր, որ նա հիստերիայի մեջ է։ Արմենը փորձեց Լարիսային նստեցնել տաքսի, բայց նա հրեց նրան եւ բարձրակրունկներով փախավ փողոցով։ Արմենը մնաց միայնակ կանգնած մայթին, շփոթված նայելով մեկ հեռացող ներդրողների կողմը, մեկ այնտեղ, որտեղ անհետացավ Լարիսան։ Անին խմեց սուրճն ու դուրս եկավ սրճարանից։ Պլանն աշխատեց ավելի լավ, քան նա սպասում էր։ Հիմա մնում էր սպասել Արմենի զանգին եւ խաղալ հասկացող հարսնացուի դերը։
Զանգը հնչեց, երբ նա արդեն տանն էր։ Անի, ամեն ինչ ձախողվեց։ Արմենի ձայնը սպանված էր հնչում։ Հանդիպումը տապալվեց, պայմանագիր չի լինի։ Ինչ է պատահել, ձևացրեց նա զարմացած։ Չգիտեմ, ինչ-որ խառնաշփոթ։ Գլխավոր ներդրողի կինը սկանդալ սարքեց, ինձ մեղադրեց անազնվության մեջ, իսկ հետո մի ուրիշ աղջիկ հայտնվեց, աչքերն արցունքոտ։ Լրիվ մղձավանջ։ Ինչ աղջիկ։ Դե չգիտեմ։ Ասում է մենք հանդիպել ենք, բայց ես նրան առաջին անգամ էի տեսնում։ Անին քիչ էր մնում հավատար նրա անկեղծությանը։ Արմենը միշտ էլ լավ դերասան էր։ Գուցե նա քեզ մեկ ուրիշի հետ է շփոթել։ Երևի, բայց ներդրողներն արդեն ոչինչ լսել չէին ուզում։ Որոշեցին, որ գործ ունեն անվստահելի մարդու հետ։ Շատ եմ ցավում սիրելիս, բայց մի տխրիր, ուրիշ հնարավորություններ կլինեն։ Ուզում ես արի իմ մոտ, կխոսենք։ Մի համով բան կպատրաստեմ։ Չէ, շնորհակալություն։ Ավելի լավ է մենակ մնամ, մտածեմ։ Վաղը կտեսնվենք։ Լավ, բայց եթե մի բան լինի, անմիջապես զանգիր։ Շնորհակալություն, Անի ջան, դու իմ ամենահասկացողն ես։ Խոսակցությունից հետո Անին նստեց բազկաթոռին եւ փորձեց հասկանալ, ինչ է զգում։ Հաղթանակ, թեթևություն, թե մի այլ բան։ Արմենը կորցրեց կարևոր պայմանագիրը։ Լարիսան իմացավ նրա երկակի կյանքի մասին ճշմարտությունը։ Ներդրողի կինը ստացավ իր կասկածների հաստատում ամուսնու անազնիվ գործընկերոջ մասին։ Բոլորը ստացան այն, ինչին արժանի էին։ Բայց ինչու էր հոգում այդքան դատարկ։ Անին մոտեցավ հայելուն եւ նայեց իր արտացոլանքին։ Նույն արտաքինը, դեմքի նույն գծերը։ Բայց ինչ որ բան փոխվել էր։ Աչքերում մի տեսակ կոշտություն էր հայտնվել, որը նախկինում չկար։ Վրեժը քաղցր էր, բայց դառը հետհամով։ Եվ սա դեռ սկիզբն էր։ Վաղը Արմենը կիմանա, որ իր հարսնացուն այնքան միամիտ չէ, որքան ինքն էր կարծում։ Իսկ առայժմ թող նա տանջվի հարցերով, թե ինչպես այս ամենը պատահեց։ Անին անջատեց լույսը եւ պառկեց քնելու։ Վաղը լինելու էր նոր օր եւ նոր խաղ։ Մի խաղ, որի կանոններն այժմ ինքն էր սահմանում։ Հինգշաբթին սկսվեց Լարիսայի անսպասելի զանգով։ Անին երկար նայեց անծանոթ համարին, մինչև որոշեց պատասխանել։ Աննա ջան, Լարիսան է, սրահից։ Հիշում եք ինձ։ Ձայնը խրպոտ էր արցունքներից, բայց ճանաչելի։ Իհարկե հիշում եմ։ Ինչպես ես։ Սարսափելի։ Դուք ճիշտ էիք Արմենի հարցում։ Ես երեկ գնացի ռեստորան ու տեսա։ Աստված իմ, ինչ մղձավանջ։ Ինչ է պատահել։ Նա այնտեղ շիկահեր կնոջ հետ չէր, ինչպես դուք էիք ասել։ Նա ինչ-որ գործնական ընկերների հետ էր։ Բայց երբ ես մոտեցա նրան, նա ձևացրեց, թե ինձ չի ճանաչում։ Պատկերացնում եք։ 3 ամսվա հարաբերություններ։ Իսկ նա անձավոտ մարդկանց ներկայությամբ ասում է, թե ինձ առաջին անգամ է տեսնում։ Անին մեղքի զգացում ունեցավ։ Պլանը մի փոքր այլ կերպ աշխատեց, քան ինքն էր նախատեսել։ Լարիսա ջան, շատ եմ ցավում։ Իսկ հետո հայտնվեց այն տղամարդկանցից մեկի կինը ու սկանդալ սարքեց։ Գոռում էր դավաճանության ու անազնվության մասին։ Ես ոչինչ չհասկացա, բայց բոլորի համար պարզ էր, որ ես այնտեղ ավելորդ եմ։ Ու հիմա ինչ։ Արմենն ամբողջ գիշեր զանգել է։ Փորձում էր բացատրվել։ Ասում է, թե չէր կարող ընկերների մոտ խոստովանել, որ դրանք գաղտնի հարաբերություններ են ինչ-որ գործնական նպատակներով։ Բայց ես այլևս նրա ոչ մի բառին չեմ հավատում։ Անին լռում էր, չիմանալով ինչ ասել։ Պարզվում է Արմենը շարունակում էր ստել նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն բացահայտված էր։ Աննա ջան, շնորհակալություն ճշմարտության համար։ Ցավոտ է, բայց ավելի լավ է իմանալ։ Զգույշ եղի Լարիսա։ Դու կգտնես մեկին, ով անկեղծ կլինի քեզ հետ։ Հուսով եմ։ Մնաք բարով։ Խոսակցությունից հետո Անին երկար նստեց հեռախոսը ձեռքին։ Ստացվում է, Լարիսան այդպես էլ չիմացավ հարսնացուի գոյության մասին։ Արմենը կարողացավ ստել նույնիսկ բացահայտման պահին, ինչպիսի խաբեության վարպետ։ Գրասենյակում Հայկն անմիջապես նկատեց նրա վիճակը։ Այնպիսի տեսք ունես, կարծես ամբողջ գիշեր չես քնել։ Պլանն իրագործված է եւ նույնիսկ աշխատել է։ Այդ դեպքում ինչու է դեմքդ այդպիսին, չէ՞ որ սա է իր ուզում։ Անին մտորեց նրա հարցի շուրջ։ Ինչ էր ինքն ուզում։
արդարություն, վրեժ, թե ուղղակի որ ցավը քչանա։ Գիտես Հայկ, վրեժն այնքան քաղցր չէր, որքան ես կարծում էի։ Դա նրանից է, որ դու լավ մարդ ես։ Վատ մարդիկ հաճույք են ստանում ուրիշի տարապանքից, իսկ դու տարապում ես նրանց հետ միասին, ում պատժում ես։ Գուցե։ Իսկ գուցե ես պարզապես հասկացա, որ վրեժից հետո ինձ թեթև չի լինելու։ Արմենն ինչպիսի դավաճան կար, այդպիսին էլ մնաց։ Լարիսան ինչպիսի զոհ կար, այդպիսին էլ կա։ Իսկ ես դարձա մեկ ուրիշը։ Հայկն ուշադիր նայեց նրան։ Եթե ուզենաս խոսել, ես միշտ պատրաստ եմ լսել։ Առանց խորհուրդների, ուղղակի լսել։ Շնորհակալություն։ Գուցե իրոք օգտվեմ առիթից։ Երեկոյան Արմենն անսկասելիորեն հայտնվեց նրա դրան շեմին։ Նա սարսափելի տեսք ուներ, չսափրված, կարմրած աչքերով, տրորված վերնաշապիկով։ Անին նրան երբեք այսպիսին չէր տեսել։ Անի ջան, կարելի է ներս գալ։ Պետք է խոսեմ քեզ հետ։ Իհարկե, մտիր։ Արմենն անցավ հյուրասենյակ և ծանր նստեց բազմուցին։ Անին նստեց դիմացը, ուսումնասիրելով նրա դեմքը։ Նրա մեջ կարդացվում էին հոգնածություն, շփոթմունք և էլի ինչ-որ բան։ Վախ։ Ես մեծ խնդիրներ ունեմ, սկսեց նա։ Երեկվա հանդիպումը կատաստրոֆա էր։ Պայմանագիրը տապալվեց, ղեկավարությունը դժգոհ է։ Իսկ այսօր իմացա, որ ինչ-որ մեկը իմ մասին լուրեր է տարածում։ Ինչ լուրեր։ Դավաճանության, անազնվության մասին։ Մի քանի հաճախորդ արդեն հրաժարվել են գործարքներից։ Ասում են չեն ուզում գործ ունենալ անվստահելի մարդու հետ։ Անին գլխով արեց, պահպանելով անտարբեր դեմքի արտահայտությունը։ Ու ինչ ես մտածում այդ մասին։ Մտածում եմ, որ ինչ-որ մեկը նպատակաուղված փորձում է քանդել իմ կարիերան, բայց չեմ հասկանում ով եւ ինչու։ Իսկ չես մտածել, որ գուցե այդ լուրերի համար հիմքեր կան։ Արմենը կտրուկ բարձրացրեց գլուխը։ Ինչ ես ուզում ասել։ Այնինչ ասում եմ։ Գուցե խնդիրը ոչ թե ուրիշի ինտրիգների մեջ է, այլ քո վարքագծի։ Անի, չեմ հասկանում ուր ես տանում։ Տանում եմ նրան Արմեն, որ ես ամեն ինչ գիտեմ։ Լարիսայի մասին, ձեր հանդիպումների, քո երկակի կյանքի մասին։ Արմենի դեմքը գունատվեց, հետո կարմրեց, հետո նորից սպիտակեց։ Նա բերանը բաց ու խուփ էր անում, ինչպես ափ նետված ցկնիկը։ Անի, ես կարող եմ բացատրել։ Բացատրիր։ Դա այն չէ, ինչ դու մտածում ես։ Լարիսայի հետ մեր մեջ լուրջ բան չի եղել։ Ուղղակի զվարճանք էր։ Զվարճանք։ 3 ամիս զվարճանք, ժամադրություններ, նվերներ, ապագայի պլաններ։ Որտեղից գիտես 3 ամսվա մասին։ Կարևոր չէ որտեղից։ Կարևորն այն է, որ ես ամեն ինչ գիտեմ։ Եվ այն մասին, թե ինչպես է իր ինձ ստում աշխատանքի տեղի ուշացումների մասին։ Եվ այն մասին, թե ինչպես է իր նրան ստում քո ընտանեկան կարգավիճակի մասին։ Եվ այն մասին, թե ինչպես է իր 3 ստում բոլորին միաժամանակ։ Արմենը ձեռքերով փակեց դեմքը։ Աստված իմ, ինչ հիմարն եմ ես։ Անի ջան, ներիր ինձ։ Ես չէի ուզում քեզ ցավեցնել։ Այս ամենը սխալ էր, հիմարություն։ Սխալ։ Արմեն, դու 3 ամիս հրաբերություններ ես կառուցել մի ուրիշ կնոջ հետ։ Նրան ապագա ես խոստացել։ Իսկ ինձ հեքիաթներ ես պատմել մեր հարսանիքի մասին։ Սա սխալ չէ, սա գիտակցված ընտրություն է։ Ոչ, ես քեզ եմ ընտրել։ Միշտ միայն քեզ եմ ընտրել։ Այդ դեպքում ինչու էր պետք Լարիսան։ Արմենը երկար լռեց, ակնհայտորեն փորձելով գտնել բառեր, որոնք կարող էին ամեն ինչ ուղղել։ Ես վախեցա։ Հարսանիքը լուրջ պարտավորություն է, պատասխանատվություն։ Ես խուճապի մատնվեցի ու որոշեցի վերջին անգամ ինձ ազատ զգալ։ Ու հանուն այդ վերջին անգամվա դու պատրաստ էիր 2 կյանք քանդել։ Ես կարծում էի, թե կկարողանամ ամեն ինչ վերահսկել, որ ոչ ոք չի դուժի։ Անին ծիծաղեց, բայց ծիծաղը դառն էր։ Արմեն, դու լուրջ կարծում ես, որ կարելի է միաժամանակ 2 կնոջ հետ հանդիպել ու ոչ ոք չի դուժի։ Դու կարծում ես մենք խաղալիքներ ենք, որ կարելի է վերցնել ու դնել ըստ ցանկության։ Չէ, իհարկե։ Ես պարզապես։ Ես չէի մտածում հետևանքների մասին։ Ահա հենց դա, չէիր մտածում։ Իսկ հիմա մտածիր։ Մտածիր այն մասին, թե ինչ արեցիր ոչ միայն ինձ, այլև Լարիսայի հետ։ Նա քեզ իրոք սիրահարված է։ Իսկ դու նրա համար ուղղակի զվարճանք էիր։ Անի, միթե չես կարող ներել։ Չէ որ ես քեզ եմ ընտրել։ Ես այստեղ եմ, քո կողքին, ոչ թե նրա։ Դու այստեղ ես ոչ թե նրա համար, որ ինձ ես ընտրել։ Դու այստեղ ես, որովհետև ամեն ինչ բացահայտվել է։
Եթե երեկվա սկանդալը չլիներ, դու այդպես էլ կշարունակեիր ապրել երկու տան վրա։ Արմենը վեր կացավ եւ մոտեցավ պատուհանին, մեջքով շրջվելով դեպի նա։ Ինչ պետք է անեմ, որ ներես։ Ասա, ինչ ուզես կանեմ։ Ոչինչ, Արմեն։ Ներումը առևտրի սկզբունքով չի աշխատում։ Այդ դեպքում ինչ, մենք ուղղակի բաժանվում ենք 2 տարվա հարաբերություններից հետո։ Իսկ ո՞րն է այլընտրանքը։ Ապրել մի մարդում հետ ում չես վստահում, ամեն օր գուշակել որտեղ ես ու ում հետ, ստուգել հեռախոսդ ու ամեն ուշացման մեջ խաբեություն տեսնել։ Արմենը շրջվեց դեպի նա։ Աչքերում արցունքներ էին փայլում։ Ես փոխվել եմ։ Այս պատմությունն ինձ շատ բան սովորեցրեց։ Այլևս երբեք։ Արմեն, կանգ առա։ Դու չես փոխվել։ Դու ուղղակի բռնվել ես։ Եթե ամեն ինչ հարթ անցներ, դու մինչև հիմա Լարիսայի հետ կհանդիպեիր ու ինձ հետ հարսանիքի պլաններ կկազմեիր։ Դա ճիշտ չէ։ Ճիշտ է։ Ու մենք երկուսս էլ դա գիտենք։ Դուրը հանկարծ զանգեցին։ Անին նայեց դռան անցքից ու տեսավ տագնապած Լարիսային։ Ո՞վ է, հարցրեց Արմենը։ Քո երկրորդ կեսը։ Հանգիստ պատասխանեց Անին ու բացեց դուռը։ Լարիսան կանգնած էր շեմին, արցունքոտ դեմքով։ Տեսնելով Արմենին, նա քարացավ։ Արմեն, դու այստեղ ինչ ես անում։ Լարա, պետք չէ։ Գնա, խնդրում եմ։ Պետք չէ։ Ես 3 օր չեմ կարողանում քեզ զանգել։ Իսկ դու ասում ես պետք չէ։ Լարիսան մտավ բնակարան եւ միայն այդ ժամանակ ուշադիր նայեց Անիին։ Իսկ դուք ո՞վ եք։ Սա ձեր բնակարանն է։ Ես այս հասցեով SMS ստացա ու ոչինչ, պարզապես ոչինչ չեմ հասկանում։ Աննա։ Աղջկա հայացքում ճանաչում հայտնվեց։ Նա չէր սպասում այստեղ տեսնել իր հաճախորդին։ Ես Անին եմ, Արմենի հարսնացուն։ Բարի գալուստ։ Լարիսան դանդաղ հայացքը տեղափոխում էր Անիից Արմենին եւ հետ։ Հասկացողությունը գալիս էր աստիճանաբար։ Կտոր, ինչպես փազլն է հավաքվում։ Հարսնացու, բայց նա ասում էր, թե ազատ է։ Նա շատ բաներ ասում։ Ինձ օրինակ պատմում էր, թե ուշանում է աշխատանքից, երբ քեզ հետ էր հանդիպում։ Ուրեմն ռեստորանի էլեգանտ շիկահերը դուք էիք։ Անին գլխով արեց։ Ոչ, ես այնտեղ չեմ եղել, բայց գիտեմ ինչ է պատահել։ Աղջիկներ, եկեք սկանդալ չսարքենք, միջամտեց Արմենը։ Լարա, տուն գնա։ Մենք Անիի հետ կպարզենք ամեն ինչ։ Կպարզեք, Լարիսան բարձրացրեց ձայնը։ Իսկ ես ինչ, իսկ մեր 3 ամսվա հարաբերությունները, իսկ այն ամենը, ինչ դու ինձ խոստացել ես, ինչ է նա քեզ խոստացել, հարցրեց Անին։ Հարսանիք, երեխաներ, համատեղ կյանք։ Նա ասում էր, որ ես առանձնահատուկ եմ, որ իմ նմանին դեռ չի հանդիպել։ Անին նայեց Արմենին։ Նույն բանը դու ինձ էլ էիր ասում։ Նույնիսկ ձևակերպումներն են նույնը։ Արմենը նստած էր գլխիկոր, ինչպես 2 ստացած աշակերտը։ Լարիսա ջան, դիմեց նրան Անին։ Նա մեզ երկուսիս էլ խաբել է։ Քեզ թե ազատ է, ինձ թե հավատարիմ է։ Մենք երկուսս էլ նրա էգոիզմի զոհերն ենք։ Բայց ես նրան սիրում եմ, բացականչեց Լարիսան։ Միթե դա ոչինչ չի նշանակում, նրա համար ոչ։ Այլապես նա չէր կարողանա այդպես խաղալ քո զգացմունքների հետ։ Լարիսան նստեց բազկաթոռին ու լաց եղավ։ Անին նրան անձեռոցիկ տվեց, զգալով տարօրինակ կարեկցանք մրցակցուհու հանդեպ։ Արմեն, ասաց նա, բացատրիր մեզ երկուսիս, ում ես ընտրում, թե պլանավորում ես էլի 2 կնոջ հետ հանդիպել։ Ես քեզ եմ ընտրում, Անի, միշտ քեզ եմ ընտրել։ Այդ դեպքում դա Լարիսայի աչքերի մեջ նայելով ասա, որ նա հասկանա ու այլևս հույս չունենա։ Արմենը շրջվեց դեպի Լարիսան, ով նայում էր նրան հույսի ու վախի խառնուրդով։ Լարա, ներիր ինձ, մեր միջև ամեն ինչ վերջացած է։ Ես Անիի հետ եմ ամուսնանում։ Ոչ, կամաց ասաց Անին, դու ինձ հետ չես ամուսնանում։ Արմենը կտրուկ շրջվեց։ Ինչ, ասացի դու ինձ հետ չես ամուսնանում, որովհետև ես քեզ հետ չեմ ամուսնանա։ Անի, բայց ինչու։ Չէ որ ես քեզ ընտրեցի, որովհետև ընտրությունը, որն արվում է բացահայտումից հետո, ընտրություն չէ, դա կապիտուլյացիա է։ Անին հանեց մատից նշանադրության մատանին ու դրեց սեղանին։ Ես չեմ ուզում լինել մի տղամարդու հետ, ով ընդունակ է նման խաբեության։ Ես չեմ ուզում ամբողջ կյանքում կասկածել քո ամեն մի բառին։ Անի, մի արա այդպես։ Մենք կարող ենք ամեն ինչ ուղղել, ոչ Արմեն։ Որոշ բաներ ուղղել հնարավոր չէ։ Վստահությունը դրանցից մեկն է։ Լարիսան դադարեց լաց լինել եւ ուշադիր լսում էր։ Ուրեմն մենք երկուսս էլ նրան կորցնում ենք, հարցրեց նա։ Ստացվում է այդպես։ Իսկ նա մնում է ոչինչի հետ։ Նա մնում է այն ամենի հետ, ինչ ինքն է ընտրել, իր ստեղծած ստի հետ։
Արմենը վեր կացավ, քայլեց սենյակում։ Դուք երկուսդ էլ խելագարվել եք։ Մի սխալի պատճառով քանդում եք ամեն ինչ։ Մի սխալի, հարցրեց Անին։ Արմեն, դու 3 ամիս երկակի կյանքով ես ապրել։ Դա սխալ չէ, դա համակարգ է։ Ու հիմա ինչ։ Ես պետք է մենակ մնամ։ Դու պետք է հասկանաս, որ արարքների համար պետք է պատասխան տալ, ասաց Լարիսան անսպասելիորեն հաստատուն ձայնով։ Եվ որ մարդիկ խաղալիք չեն։ Արմենը նայեց նրանց երկուսին, կարծես չհավատալով կատարվածին։ Լավ, եթե այդպես եք որոշել։ Բայց հիշեք, դուք ինձ կորցնում եք ընդմիշտ։ Մենք քեզ արդեն կորցրել ենք, պատասխանեց Անին։ Այն պահին, երբ դու որոշեցիր մեզ խաբել։ Արմենի հեռանալուց հետո կանայք դեռ երկար նստած էին լուր։ Լարիսան առաջինը խզեց լռությունը։ Գիտեք ինչն է տարօրինակ։ Ինձ նույնիսկ թեթևացավ։ Կարծես ուսերիցս ծանր բեռ ընկավ։ Ինձ էլ, խոստովանեց Անին։ Թեև դեռ 3 թվում էր, թե աշխարհը փլվում է։ Իսկ հիմա հասկանում եմ, որ փլվում էին միայն պատրանքները։ Նրանք թեյ խմեցին։ Խոսեցին կյանքից, տղամարդկանցից, այն մասին, թե որքան կարևոր է չկորցնել սեփական եսը հարաբերությունների մեջ։ Լարիսան ավելի խելացի ու խորը մարդ դուրս եկավ, քան քվում էր սոցցանցերից։ Շնորհակալություն ձեզ, ասաց նա պատրաստվելով հեռանալ։ Եթե դուք չլինեիք, ես դեռ երկար կապրեի ստի մեջ։ Իսկ քեզ շնորհակալություն, որ օգնեցիր ինձ իմանալ ճշմարտությունը նրա մասին։ Լարիսայի գնալուց հետո Անին նստեց պատուհանի մոտ, մի բաժակ թեյով։ Հոգում հանգիստ էր։ Առաջին անգամ այսքան օրերի ընթացքում։ Վրեժը բավարարվածություն չբերեց։ Բայց ճշմարտությունն ազատեց իրեն եւ Լարիսային։ Վալը կսկսվի նոր կյանք։ Առանց Արմենի, առանց նրա ստի, առանց մշտական լարվածությունը։ Կլինի դժվար։ Կլինի միայնակ, բայց փոխարենը ազնիվ։ Եվ դա թանկարժեր։ Սպասում ենք ձեր մտքերին մեկնաբանություններում։ Դրանք հանգնահատելի են։ Լայք դրեք եւ բաժանորդագրվեք ալիքին։ Բարի օր եւ մինչ նոր հանդիպում։